Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է տողնոջ շնորհավոր Զինետ նախագիծը։ Արգանքներս մեր անդավաճան հեռուստադիտողներին եւ նաեւ նրանց, ովքեր որ ամեն օր գրում եւ զանգում են, այս կամ այն դեմքին ուզում են տեսնել ինձ մոտ տաղավարում։ Մեկամսյակ է։ Դա նշանակում է մենք դեռ վայելում ենք այդ լավագույն օրերը, ժամերը, րոպեները, որ գոնե հատուկ հատկացված է մեզ համար։ Իսկ ես որոշել եմ, որ մեզ մոտ տաղավարում լինում են ազդեցիկ դեմքեր, կանայք, ովքեր մեծ ազդեցություն ունեն, բիզնես լեդի են եւ այսպես շարունակ։ Առավելևս այն տղամարդիկ, ովքեր որ նաեւ ունեն մեծ ազդեցություն կանանց վրա, բայց իրենց գործի տարբերակով։ Այս թեման կողք, որովհետև այս պայն ես ուզում եմ չխախտելով մեր սկզբունքները, շնորհավոր օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Սիրտը իմ վաղուց գիտեր, որ ես հանդիպելու եմ մի օր հենց քեզ ու գտել են մեր սրտերն իրար, որ զարկեն նրանք արդեն միայն իրար համար, ես ու դու ունենք մի աշխարհ, չթողնես իմ ձեռքը ուր գնաս ինձ հետը տար, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, զգում էր սիրտը իմ, որ մոտ ես դու, որ հոգին եմ քո ճանաչելու, այնքան հարազատ հայացք կարից, որ ստիպում էր քեզ կանչել ինձ մոտ նորից, իմ հավերժությունն ես դու դարձել, ես պատրաստ եմ կյանքը իմ հիմա քեզ հետ անցնել, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, դե ասա, ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, Դենչ 21 TV եթեր մի աշխատանքը շարունակում է տոնոջ շնորհավոր Զինետ նախագիծը շատ սպասված հյուր ունեմ, իսկ ես ֆորմատը չեմ խախտում սկզբունքի հետ։ Ձեզ ներկայացնում եմ փոքրիկ երաժշտական հաճելի եւ նաեւ պատմող տեսանյութ։ Իսկ ասեմ, որ տեսանյութի գլխավոր հերոսուհին րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Лучший врач. Врач-косметолог 23-го года международного уровня награждается Гамбарян Русанна. Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա առաջնահերթ շատ աղջիկներ կանայք ավելի մոտ են նստել, հեռուստաարկղի ձայնը բարձրացրել են, որով ասում են չենք հավատում։ Ձինա Հակոբովնան ի վերջո իր տաղավար հրավիրեց իր ընկերուհուն, որը 1000 տարվա ընկերու է, բայց թեման շատ մոտ է եւ նա պետք է ազդեցիկ կանանց թիվ 1 շարքերում։ Ես ըստ կանոնակարգի ճիշտ ներկայացնեմ։ Ինձ մոտ տաղավարում է տարվա միջազգային լավագույն դոկտոր եւ ինչպես բոլորը նրան գիտեն եւ արդեն ունի հատուկ տիտուլ Full Face Queen, Full Face թագուհի Ռոսի Համբարյանը ինձ մոտ տաղավարում է։ Ռոս ջան, ողջույն։ Ողջույն գեղեցկուհիս։ Ես սկսել եմ իմ եթերը սիրել, իմ ընկերուհիներին ոչ միտեղ չտեսնեմ, գոնե ինձ մոտ կհրավիրեմ ու կտեսնեմ, ոնց ես Ռոս ջան։ Շնորհակալ եմ շատ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, Ձին ջան, ինձ շատ հաճելի է միշտ գտնվել մի տաղավարումի, այսպես սենյակում թեկուզ, հա, քեզ հետ, որտեվ քո ներկայությունը, քո աուրան մի այլ կյանք է, մի այլ գեղեցկություն ունես դու, թե հոգու ամեն ինչը ներդաշնակ է քո մոտ, ես քեզ շատ սիրում եմ, դու դա գիտես։ Իհարկե գիտեմ, փոխադարձ է եւ ես շնորհակալ եմ այն մեր ընկերոջը, որ մեզ ծանոթացրեց եւ մեր ընկերությունը դեռ շարունակվում է։ Բայց Ռոս, եթերում ասա, որ դու ես երևի թե քո շրջապատի միակ ընկերուհին եմ, որ դու ինձ չես ծագել։ Միանշանակ, այո, դա այդպես է։ Ես այդպես չեմ կարողանում քեզ վրա, բայց միևնույն է դու կգաս։ Այսօր ոնց որ թե համոզելու արդեն։ Շատ լավ։ Ռոս, ես ունեմ մի քանի հարցեր զուտ մասնագիտական, որովհետև եթե ես դրա մեջ տենց խորացված չեմ, կներես, բայց անգրագետ եմ։ Երբ որ նայում եմ քո, ասենք, Instagram-յան էջը, դու ինչ որ բաներ ես բացատրում, ասում ես հատուկ ներկեր ես ցույց տալի, նյութեր ես ցույց տալիս, ապացուցում ես որն է լավը վատը եւ գժվում եմ դոյ պոսլի ասվածի վրա։ Եվ ես հասկացա, որ այսօր կանայք ընդհանրապես չեն նեղվում, որ ինչ-որ միտեղ թերի կա, որովհետև կա Ռոսի։ Ռոս, հետո դու կարող անպես անես վիրաբույժները մեզ դատի տան։ Ոնց հասկացա, ոչ մեկ վիրաբույժական մեջամտուցած չի գնում։ Գալիս է Ռոսի մոտ full face, սիրունանում գնում է։ Ոնց Ռոս, հիմա տասա էլ է թեմաներ ասա։ Դե իրականում, այո, շատ կանայք եւ աղջիկներ կան, ովքեր որ խուսափում են վիրահատական միջամտությունից, եւ սա կարելի է ասել նաեւ որպես անալոգ է, հա, գործում այս տարբերակը արդեն աշխարհում։ Կատարում ենք դիմային փոփոխություն կոնտուրինգների միջոցով, հա, եւ այդ ամենը կատարվում է հիալուրոնաթթվի միջոցով։ Մենք փոխում ենք դիմային, այսպես փոփոխություն ենք տալիս կանանց եւ ամենակարևորը, որ լինի շատ գեղեցիկ, շատ նուրբ եւ ես միշտ սիրում եմ այս ֆիշկան ասել, ներողություն այս բառը ասել, որ իմ ֆիշկան նրանում է, որ սիրում եմ պահպանել ինդիվիդուալությունը, հա, կնոջ այսպես միանգամից շատ ահավոր փոփոխություն չեմ ուզում լինի։ Կինը արդեն սկսում է ել ավելի սովորել
եւ էլ ավելի սիրել։ Ամենակարևորը, որ իրենց ինքնագնահատականն է, հա, այսպես բարձրանում, նամանավանդ երբ որ մենք արդեն հանդիպում ենք 2 շաբաթ հետո, ես միշտ հրավիրում եմ, որպեսզի տեսնեմ ինչ վիճակում է գտնվում դեմքը, արդեն նույնիսկ իրենց բարևելուց իրականում տեսնում եմ տարբերություն, ինքնագնահատականի փոփոխություն, այսպես էլ ավելի վստահ, հա, թե խոսքի մեջ, թե կեցվածքի մեջ եւ հիանում եմ ու շատ ուրախանում եմ, որ նույնիսկ բացի այն, որ դիմային փոփոխություն եմ կատարում, նաեւ այսպես հոգեբանորեն ազդում եմ իրենց ընդհանուր կերպարի վրա։ Հիանալի է, Ռոզ, ինձ մի հարց է հետաքրքրում։ Իսկ լինում են դեպքեր, որ գալիս են քեզ մոտ չափից շատ, որ ասում է դոզան ամեն ինչ ուզում են, դու ստոպ ես տալի, ասում ես, բացատրում ես, գոնե խորհրդատվությունդ լսում են, ասում ես, որ շատ է դա թողեք, որ հա, քիչ-քիչ լինում են տենց թեմաներ։ Իրականում սկզբից այո, շատ էին գալիս եւ ցանկանում, քանի որ չգիտես ինչու տենդենսը առաջ այլ է, շատ այդպես վուլգար, հա, չեմ սիրում այդ բառը օգտագործել, բայց ամեն դեպքում այո, վուլգար այդպես արտաքին են սիրում շատ աղջիկներ, բայց ես այսպես հենց ակցենտավորեցի, որ ոչ, գեղեցկությունը միայն այդպես շատ արտահայտիչ լինելու մեջ չէ, պետք է գեղեցիկ լինել իր նրբությունով եւ տարա նրան, որ կոնկրետ իմ աղջիկները, իմ կանայք արդեն գիտեն, որ եթե պետք է գան Ռոյսի մոտ, ուրեմն միայն դա կլինի նուրբ, գեղեցիկ փոփոխություն։ Ես այդպես արտահայտիչ ոչինչ չեմ սիրում։ Ռոզ, իսկ հարամված դեմքեր լինում են, որ գալիս են, որ վատ ձեռքի կներեք այդպես եմ ասում, ձեռքի տակ են հայտնված լինում են, որ սենց կոշտու գնդուկները ու գալիս են փրկության։ Տենց թեմա կա։ Ես չեմ ուզում որևիցե իմ մի կոլեգայի աշխատանք փնովել կամ թերագնահատել, այսօր ամեն մեկը կարողանում է աշխատել այնպես, ինչպես որ կարողանում է, ըստ իր կրթության, ըստ իր վերապատրաստումների, հա, եւ ամեն մեկը ունի իր այսպես յուրահատուկ ձեռագիրը, թե լավ, թե վատ, այդ արդեն որոշում է մեր։ Բայց չես կարող ասել, որ չկա, որ գալիս են։ Իրականում շատ կան եւ հավատացեք, օրվա ընթացքում ես շատ ավելի այսպես հականյութով հեռացումներ եմ կատարում, քան սովորական այսպես աշխատանք, շատ եմ շտկումներ անում, հիմնականում փորձում եմ այսպես ոչ թե շտկել, այլ զրոյից սկսել, որպեսզի հենց այո, ոչ մի միգրացիաներ չմնա, ոչ մի խնդիրներ այսպես չմնան, հա։ Այդպես։ Ռոզ, իսկ որ տարիքն է ավելի շատ քեզ դիմում։ Այսօր էս վերջի տեղ։ Այսօր հավատացած եղեք 18-19 տարեկանից սկսած, որը ես այդպես շատ չեմ էլ ընդունում։ Ես էլ, հա, բայց շատ են դիմում, դե հիմնականում այդ ավելի երիտասարդ աղջիկները շուրթերի ագումենտացիա են շատ սիրում, դե full face-էլ են շատ ուզում, ուղղակի ես մի փոքր ավելի խուսափում եմ իրենց միանգամից այդպես full փոփոխություններ կատարել ու անպայման ասեմ, որ ես միշտ միևնույն է թելադրում եմ իմ այսպես ասած ճակերտավոր ճիշտը, որովհետև ես սիրում եմ, երբ որ մարդը գնում է պրոֆեսիոնալ մասնագետի մոտ, կապ չունի ինչ մասնագետ, նախ բնականաբար պետք է արդեն իսկ վստահելով մոտենա եւ լսի ինչ է թելադրում պրոֆեսիոնալը, որտեվ ի վերջո միշտ ավելի ճիշտ եւ գրագետ աշխատանք է լինում։ Համաձայն եմ։ Ռոզ, քո էջը նաեւ հետևելով ես չգիտեմ որ ժամանակահատվածում կարող եմ քեզ գտնել հայրենիքում։ Դու այս ամիս, չգիտեմ, Արաբական միություններում ես, Իտալիայում էր վերջերս, Գերմանիա, այսինքն դու գնում ես, չես հանգստանում վերապատրաստման։ Այնտեղից էլ մի հատ լավ տենց մեծ ստաժավոր դիպլոմ վերցրած վերադառնում ես։ Այսինքն դեռ տեղ ունես, Ռոս, ինձ թվում է դու արդեն full face ասվածով օքեյ ես, թե չէ, էլ տենց չես հանգստանում։ Գերմանիայի Էսեն քաղաքից հրավեր ստացա թե հայ եւ թե գերմանացի գոլեգաների կողմից իմ հեղինակային ձեռագիրը փոխանցելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել եւ փորձի փոխանակում կատարել այլ պետությունների գոլեգաների հետ։
իրականում եթե բժիշկ է, ամբողջ կյանքում մինչև մահ, մինչև իր աշխատանքային այսպես գործունեության ավարտը բժիշկը պետք է միշտ վերապատրաստվի, որովհետև առավել եւս մեր կոսմետոլոգիայի, հարթակում միշտ նորություններ են լինում, ոչ թե տարին մեկ է լինում նորություն, այլ ամիսը մեկ նույնիսկ ունենում ենք նորություններ, շաբաթը մեկ ունենում ենք նոր նյութեր, նորանոր նյութեր, չեք պատկերացնում այսօր այնպիսի հրաշքներ են գործում այս նոր սերնդի պրեպարատները, եթե ուղիղ 1 տարի առաջ, շատ ուշ էլ չեմ ասում, եթե 1 տարի առաջ ունեինք հնարավորություն ուղակի բիորիվիտալիզանտների, կոլագենաթերապիայի, միջոցով ուղակի թեթև այսպես խոնավետ, թեթև չէ, լավ էլ խոնավեցում տալ, այսպես էլաստիկ դարձնել դեմքը, այսօր կարող եմ բարձրաձայնել եւ շատ ուրախացել եմ, որ ունեմ պրեպարատ, որը իդեպ կարող են գտնել միայն դոկտոր Ռոսիա էսթետիկ կենտրոնում, ոչ միտեղ չկա այդ պրեպարատից, իտալական պրեպարատ է, այնպիսի երիտասարդացում, այնպիսի լիֆտինգ է տալիս, այնպես է ձգում մաշկի տուրգրը, իրականում ոչ մի պրեպարատ չի կատարում այդ աշխատանքը եւ ես կստիպեմ, որ դու գաս, Դինա ջան։ Արդեն ներսս խառնում է, թիթեռները խառնում են։ Իրականում շատ հրաշք պրեպարատ է ու ինքը ես իրեն անուն եմ հենց դրել Elixir Molodesty։ Այո, հիանալի, այնպես որ կարող ես դու մինչև ապրիլի 7-ը ունես քո նվերը։ Բոլորի մոտ ասում եմ։ Բայց Ռոսիա ասա, որ ես դեռ սրսկում չունեմ։ Իմ ամենամեծ տենց դոզան մուսկուլ տոնիկն է, ես ֆիլերը չունեմ։ Ես գիտեմ, որ դու կարիքը չունես սիրելիս, որովհետև մաքուր է։ Դու ամեն դարերի կարող եմ ասել երիտասարդ գեղեցկուին ես, բայց վախենում եմ ես այդ թեմայից։ Հա, դու վախկոտես, բայց հավատա, թաթիկները շատ այսպես ոնց որ իմ պացիենտներն են բոլորը ասում, եթե դու հիմա Հայաստանի Հանրապետությունը մեզ լսում է, եթե դու հիմա խոստանաս, որ ինձ կրկնակի դոզայով ազգայացում եմ տալու, ցավազրկում կլինի, խոսք եմ տալիս սիրելիս։ Որտեվ ես գիտեմ կան մարդիկ, որոնց ցավազրկելու տենց գալիս սրսկվում են, չէ՞։ Այո, հա, կան, բացի այդ ես նաև ինքս էլ եմ ասում, որ լավ կլինի Միևնույն է այդ աշխատանքը մի քանի րոպեներ է այսպես տևում, լավ կլինի, որպեսզի առանց ցավազրկման անենք, քանի որ ամեն դեպքում ցավազրկումը միևնույն է ինքը իր վատ ազդեցությունը թողնում է, իհարկե թույլատնելով մկանները։ Շատ լավ, Ռոզ, իսկ եթե այսքան խոսում ենք, հիմա վստահ եմ շատ հեռուստադիտողներ ասում են, Ձինա հարցը ավանդական է, արդեն ջուր ես ծեծում, հա, Կոպովնա, որտեղ հասցե, ոնց են քեզ գտնում։ Այո, իմ կլինիկան գտնվում է Տիգրան Մեծ 4 հասցեում, շատ հեշտ եք գտնում հրապարակի, այսպես Խաչմերուկն եմ անգամ։ Հարևանությամբ, այո։ Հա, շատ լավ։ Ես էս երկորը որ գնամ սուրճ խմելու, իմ Instagram-ն նջում ամենահեշտ տարբերակով ձեզ ցույց կտամ։ Բայց այս բոլորի հետ մեկտեղ հիմա ես ուզում եմ իմանալ, Ռոզ, դու քո էջում նաև տեղադրել ես, որ կան հատուկ ինչ որ չգիտեմ, զեղչային համակարգ է գործում, այսպես այնպես, բայց եթե ես կողքից բամբասանք, հա, որ ասում բերան ամենալավ գովազդն է։ Լսում եմ շատերն ասում են, որ Ռոսի մոտ գները ամեն ինչ կա բավականին հասանելի է եւ այն թվաբանությունը չի, որ դուք պատկերացնում եք։ Այսինքն յուրաքանչյուրը կարող է իրան համարել միջին խավ եւ դիմել, որովհետեւ ես գիտեմ մարդիկ, որ կարող է ֆինանսի պատճառով Ռոս չփորձեն նաեւ հարցնել գնացուցակ։ Կարա չէ տենց բան։ Իհարկե, Ձինջան, դա էլ ասեմ, ի սկզբանե նախ երբ որ սկսեցի այս աշխատանքը, մի փոքր բարձր էր, հա, գնային սանդղակը, բայց քանի որ ինձ մոտ շատ տարբեր այսպես խավ բառնել չեմ սիրում ասել, բայց էտա։ Հա, կանայք էին գալիս ու այսպես full face-ի, դե հիմնականում ինձ մոտ full face են գալիս, այսպես ամբողջ դիմային կոնտուրինգի փոփոխություն կատարելու, եւ կլորի գումար էր ստացվում, ասում են դե լավ դոկտոր ջան, գնանք կես տարի հետո կգանք, մի տարի հետո կգանք եւ այլն բան։ Դե գիտես ես ինչ բարի եմ սիրելիս։ Գիտեմ։ Բարիությունը դա իմ թուլությունն է եւ քանի որ լինելով Աստծո մարդ, ես ուզում եմ, որ բոլոր կանայք կարողանան միշտ երիտասարդ լինել իրենց ցանկացած տարիքում եւ դրել եմ միջին ուղակի այսպես գնային սանդղակ է ինձ մոտ գործում, բոլորին հասանելի, թեպետ մեկ-մեկ էլի ասում են Ռոսի մոտ թանկ է, իրականում բացարձակապես
շատ նորմալ գներ են։ Ծախսում, գործ են Գիտեք, նաև պետք է ախր հանրությունը հաշվի առնի, որ չէ որ մենք կրթություն ենք ստացել, չէ որ մենք անընդհատ կրթվում ենք, իսկ իմ ամեն մի այսպես վերապատրաստումը շատ մեծ կլորի գումարներ արժե, որովհետև ես չեմ գնում այսպես հասարակ ինչ որտեղ սովորելու, ես պարտադիր անընդհատ իմ կվալիֆիկացիան տեղի ունենում նախ արտերկրում եւ պարտադիր թոփ բժիշկների մոտ, պարտադիր։ Այսինքն այն բժիշկների, ովքեր որ հիմնականում իրենք են հեղինակը, то есть իրենք են ստեղծել այդ իրենց յուրահատուկ եւ հեղինակային ձեռագիրը։ Անշապ շնորհակալ եմ նախ շնորհակալություն ասում այդ վստահության համար։ Եթե Հոլանդիայից եկել հասել, եթե Ֆրանսիայից եկել հասել, Գերմանիա դիցան հանդես պատի դա։ Բայց այո, ես արդեն ունեմ իմ հեղինակային ձեռագիրը եւ շուրթերի հետ կապված եւ ընդհանուր full face-ը եւ ամենաշատ սիրում եմ իմ շոչկաները, որ աղջիկն այդպես էլ ասում են Ռոսի բրենդային շոչկաները։ Իրականում հենց թուշիկների հատվածում մենք ունենք բիոկետ, որը կոչվում է երիտասարդության բիոկետ եւ հավատացած եղիր սիրելիս, որ հենց այդ կետին այսպես դիպչում ենք, հենց անմիջապես նույնիսկ ինքը հայելու մեջ պացիենտը տեսնում զարմանում է, թե այս ոնց այսպես ամբողջությամբ բարձրացավ։ Իսկ միանգամից զգացվում է, Ռոզ։ Իհարկե, անմիջապես, փոփոխությունը անմիջապես զգացվում է եւ տեսնում են, թե վիդեոներում էլ արդեն տեսել ես։ Դուք հասկանում եք, չէ՞ ոնց են գերին գնում աղջիկները։ Այս sense խոսում է, փափուկ, հետո ցույց է տալիս գերի են ընկնում։ Իդեպ ասեմ, ինձ ասում են, միշտ դոկտոր ջան, մենք ձեր գերին ենք դարձել։ Իրականում դա այդպես չէ։ Ոչ թե իմ գերին են դարձել, այլ դառնում են լավ արդյունքի գերին։ Ձինջան, դրանք տարբեր բաներ են։ Հա դե բայց ամեն մեկն էլ չի այդ լավ արդյունքը տալիս։ Արի մի քիչ քեզ գովամ, Ռոզ։ Դե լավ, համեցություն կա։ Բայց ես ինչքան էլ գիտեմ իմ 1000 տարվա ընկերուհուն, որի այդ հաց եմ կիսում, դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ նաև շատ հիմա թեմատիկ հարցերով շատերին ներկայացնել դու ինչպիսին ես որպես կին։ Իմ կարծիքով միջի այն չէ, որ տեսքը լավը լինի նաև կանացի ներքին էլ է պետք անել։ Ռոզ թույլ ես տալի մի քանի հարցով։ Իհարկե։ Գնացինք։ Ռոզ դու հիմա մեզ կանանց համարում ես քո կարծիքով թույլ սեր։ Գիտեք, ես չեմ ուզում այսպես գլոբալացված պատասխան տալ եւ կամ կրկնվել, ուղղակի չեմ ուզում դա ասել, որ այո, այդպես է։ Այսինքն վերջի ժամանակներում այո, կանայք կարելի ասել արդեն ուժեղ սեռի ներկայացուցիչ են, ցավոք սրտի, որը ես չէի ուզենա, որ դա այդպես լիներ, որովհետև կինը ինքը իրենով Աստծո տված ամենագեղեցիկ այսպես պարգևն է աշխարհի երեսին եւ առանց մեզ գիտես հնարավոր չի ապրել եւ ամենակարևորը որ մայրը չէ կինը մայրը առաջին հերթին որ մեզ կյանք է տալիս մեզ այսպես աստվածային սեր է տալիս հիանալի է իսկ քո ամենաուժեղ գիծը ո՞րն է Ռոզ Իմ ամենաուժեղ գիծը դա կարող եմ ասել իմ լոզունգով, որ երբեք չհանձնվել, չնահանջել եւ գնալ միշտ առաջ։ Ինչ ուզում է լինի։ Այո, ես դա կարող եմ ասել, երևի թե իմ կյանքում իմ ընկերուներից մատերիս վրա կարող եմ հաշվել, որ չեն կոտրվել ու ընդհանրապես չեն դարձել վատ 4 պատի տնային տնտեսուհի, հա։ Ես հարգում եմ դրա համար քեզ։ Եվ կարևորը չկորցնել մարդ տեսակը։ Շատ կարևորը դա։ Ռոզ, դու քեզ համարում ես պայքարող տեսակ։ Ինչ որտեղ այո։ Գիտես, երբ որ ապրում ես, ամբողջ կյանքը ինքը իրենով պայքար է, պետք է պայքարես, որ հասնես ամեն ինչի, ինչը որ ցանկանում ես, թե դա կլինի ցանկություն, երազանք, նպատակ։
Երբեմն ինձ հարցնում ասում են Եվի հաջորդ հարցդ կարող է լինի, ես միանգամից պատասխանեմ, որն է կյանքում քո երազանքը։ Ես ասում եմ, ես երազանք չունեմ։ Ես ունեմ ուղակի Աստծուն խնդրելու մի մեծ խնդրանք, որ իմ ծնողները միշտ երկար ապրեն, առողջ ապրեն ու իմ կողքին լինեն։ Հավատա, մնացած ամենը կյանքում ձեռք բերովի է։ Ես գիտեմ, ես քեզ տեսել եմ այդ օրերին, թե դու ինչ ես ապրում, երբ որ ծնողնդ մի քիչ վատ առողջ է լինում, որտեվ Աստվածավախ եւ Աստվածապաշտ է։ Ընկերուհիս է, նորմալ երևույթ է։ Շատ լավ, Ռոզ, իսկ դու քո ներքին ձայնին լսում ես։ Պարտադիր։ Ես նախարիչ եմ համաստեղությամբ, դե չգիտեմ, ոմանք կարող են համաստեղություններին այսպես չընդունել, ես շատ գիտություններ այսպես ուսումնասիրել եմ, էզոտերիկա, ֆիզիոգնոմիկա, տիլիպաթիա, նումերալոգիա շատ այսպես խորացած, բայց երբեք չեմ շատ խորանում, որովհետև երբ որ նումերալոգիայի մեջ մի քիչ շատ ես խորանում, զգում ես, որ թեթև Աստծուց սկսում ես հեռանալ, որտեղ սկսում ես նշաններով ապրել։ Ահա։ Այո։ Այդպես։ Շատ լավ, իսկ երազիդ, եթե երազես տամին մի նշան։ Երազներով առաջ ավելի շատ էի ապրում։ Հիմա մի փոքր այդքան չէ, որովհետև կրկնում եմ, չեմ ուզում շատ այսպես կողմնակի երևույթներին հավատալ Աստծով, քնից զարթնում եմ իմ աղոթքներով, քնում եմ իմ աղոթքներով եւ իդեպ աղոթքներիս մեջ միշտ իմ ամբողջ ազգն էլ կա։ Ապրես։ Եթե դու մեկ շաբաթով լինես հակառակ սեռի ներկայացուցիչ, ինչ կանես, Ռոզ։ Ինչ կանեմ։ Օ, նախ կցանկանամ ամեն դեպքում են կորիզը, որ կա մեր հայ տղամարդկանց մեջ, այդ այսպես շատ կոպիտ, հա, չգիտեմ ոնց արտահայտվեմ, դա ուղղակի մի կողմ դնեն ու ավելի easy ապրեն, էլի։ Այսինքն ուզում ես ասես, որ դու լինես մեկ շաբաթով տղամարդկանց կքարոզես, որ Չէ, ես ուղղակի այնպիսի տղամարդ կլինեմ, որ իմ կինը ամեն օր ինձ համար կաղոթի։ Ահ, հասկացա։ Ես դրա համար եմ ուզում մենք մեկ շաբաթով լինենք ձեր տեղը, հարգարժան տղամարդիկ։ Ռոզ, եթե հնարավորություն լիներ աշխարհում երկու բան փոխել, ու դա լիներ քո ձեռքում, ինչ կանեիր առաջինը։ Առաջինը անմահություն, որ լիներ աշխարհի երեսին անմահություն, հա, շատ կուզեի, դե եթե լիներ անմահություն, կարծում եմ այդ բարիությունը, դրախտը, հա, միաժամանակ կլիներ, եւ մյուսը, որ բոլորի ծնողները երկար ու առողջ միշտ լինեն։ Ապրի աղջիկը։ Ռոզ, հիմա ես վստահ եմ, որ շատ տղամարդիկ մեզ հետևելով, տենց ասում են, Զինա, դու էլի սկսեցիր, բայց դե նորմալ է, դուք գիտեք, ես մեկ սիրում եմ տենց նաեւ վատաբանել։ Ասում են, Զին ջան, իսկ Ռոսին բացառապես աշխատում է կանանց հետ, տղամարդկանց ինչ որ տենց միջամտություններ չես անում։ Գիտես, Զինջան, տղամարդիկ նույնպես հիմա շատ սկսել են այսպես իրենց խնամքով զբաղվել։ Պարզապես ես միշտ որ զանգում են գրանցվում են, ասում եմ համեցեք, բայց ձեր սիրելիների հետ, ձեր կանանց հետ, ձեր քույրերի հետ։ Ինչի Ռոզ։ Այդպես պատճառ չկա, ուղղակի որ զույգով գան։ Հա, տենց, բայց դե օգնությունը կա, չէ՞։ Անպայման։ Հա, այն վաղ եթե տենց այդ ժամանակներին ինչ որ դա նորմալ չէ, հիմա բավականին նորմալ է, տղամարդիկ էլ իրավունք ունեն երիտասարդ լինելու։ Չէ, Փառք Աստծո կա ու մի բան էլ ասեմ, հավատացած եղի շատ են արդեն իրենց խնամում, շատ, որը որ հիանալի է։ Հա, վատ բան չի, դրա մասին չեմ ուզում այլ թեմա ասել։ Ռոզ, ես ուզում եմ մեր ֆորմատին անդրադարձանենք, հա։ Մեզ մոտ առավելևս ինձ մոտ աղավարում նաև հյուրընկալում են այն մարդիկ, ովքեր որ կապ ունեն առիթների հետ։ Ну, երգիչ, կազմակերպիչ, վարող այսպես հասկացար։ Իսկ ես ուզում եմ իմանալ Ռոսին որպես հոբելյար ինչպիսին է։ Ես տեսակներ ասեմ Ռոստի ունտրի, էլի որն է քոն, հա։ Նախ հարցեր են։ Բլիցին դեռ չեմ ացել։ Մարդ, որ ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, մարդով չի սիրում այդ օրը մի տեսակ մեկուսանում է, եւ մարդը տուն, տեղ, ընտանիք, կոլեկտիվ ոնց էլ չինի մի բան կանի։ Որն է քոնը։ Դե քանի որ դու ինձ շատ լավ ես ճանաչում որպես պերֆեկցիոնիստ էություն, ես բնականաբար, եթե ոչ մեկ, հաստատ 2 ամիս առաջ եմ այդ ամենը կազմակերպում։ Դրեսկոդներով։ Այո, դրեսկոդերով, շորիկս
պետք է համահունչ լինի իմ տորցիկի հետ, այսպես զարդերը, ամեն ինչը մի խոսքով դիզայնը, այսպես պետք է ամբողջությամբ համահունչ լինի, գիտես, երբեմն ասում են, «Վա, ինչ էլ հավես ունես» եւ այլն, չէ, եթե դու աղջիկ ես, քո կյանքում ամեն ինչը պետքա գոնե այդ աղջկականությունը պահես, ու եթե հիմա չանես, այս պահին չանես, մենք տարին ոնց որ տարին մեկ մեծանում ենք, չէ՞։ Էլ երբ ենք այդ ամեն ինչը անելու, որ աշխարհում։ Շատ լավ։ Ռոս, իսկ իմ բլից հարցերին պատրաստ ես։ Սկսենք։ Քեզ ո՞ր ծաղկին ես նմանեցնում։ Վարդ ռոզը, Սև թե սպիտակ։ սև, Դառը թե քաղցր։ քաղցր, Սուրճ թե թեյ։ թեյ, Կոկտեյլ թե կոնյակ։ կոկտեյլ, Փող թե սեր։ սեր, Լովլի Ռոսի։ Քաղաք թե գյուղ։ որ ասեմ գյուղ կհավատաս։ Չէ, քաղաք։ Լավ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում, Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ ինձ մոտ, Հա, տենց։ Ամառ թե ձմեռ։ ամառ միանշանակ, Ոսկի թե արծաթ։ ոսկի, Նախընտրած կենաց։ ապրենք առողջ եւ հարուստ, Ապես։ Հայկական թե այլ խոհանոց։ հայկական, Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ շատ շնորհակալ եմ միշտ, խնդրում եմ երբեմն, Շատ լավ։ Եթե չլիներ կինն ու գինին, ապա էլի կլիներ կինն ու գինի երևի, չգիտեմ, ոչ մի բան չէր լինի, անգույն կլեր ու զրո։ Շատ լավ։ Եվ եթե այս բանը հարցնեմ TV թե հեռախոս, TV, եւ վերջի հույսով եմ հարցին երկար չես մտածի, նախընտրած հեռուստահաղորդավարի։ միանշանակ քո հաղորդաշարը, Ինչի է դա ընդհանց տիպում, որի մեկ են ասեն։ իրականում չէ, ես չեմ ուզում այսպես ինչ-որ հատուկ գովեստի խոսքեր ասել, ձին, քո նախընտրած հյուրերն են, մեկը մեկից նախ գեղեցիկ, քո անցկացնելը, հա, ինչպես ես դու այդ ամենը այսպես մատուցում, քո արտաքինից սկսած, չգիտեմ, եւ ովքեր որ չեն տեսնում մեր գործընկերներին, տաղավարից են կողմ, իրենց այդ ջերմությունը, ինչպես դիմավորեցին, ինչպես ընդունեցին, այդ ամենը բնականաբար գալիս է նաեւ ձեզանից, քեզանից լավ էս դեպքում։ Եվ թույլ տուր ես մի փոքրիկ այսպես գեղեցիկ խոսքեր ասեմ, նվիրեմ, ընդհանրապես կարող եմ կարճ եւ հակիրճ ասել, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ միշտ պարգևում է լավ մարդկանց, ինձ շրջապատող մարդիկ միայն ու միայն լավ մարդիկ են, ընտրված մարդիկ են, հարց թե ես եմ ընտրում, թե իրենք ինձ, հավատացեք Աստված ինքը այդ գործը անում է, եւ փոխադարձ այդ ամենը այսպես ստացվում է, ոչ ես եմ ընտրում, ոչ իմ ընկերը ինձ, մենք միասին այսպես ստացվում է մեր ընտրությունը, եւ իմ ամենասիրելի ընկերն ես դու այսօր իմ կյանքում, որը որ քանի որ ժամանակը շատ սուղ է, բայց շատ այսպես իմ կողքին ես եղել միշտ եւ երբեք ես չեմ մոռանա այն ամենը, ինչը որ դու իմ կյանքում արել ես ինձ համար, շնորհակալ եմ որ դու կաս։ Աղջիկ ապրես։ Հասկանում եք, չէ՞ ում եմ հրավիրում տաղավարել մարդկանց, որ ինձ գովազդեն եւ գովան, բայց ես նաև հրավիրում եմ մարդկանց, ովքեր որ ազդեցություն ունեն արդեն։ Դու այն ազդեցիկ դեմքերից ես, ինչ որ զանգում են ինձ ասում են, «Ձին, քո ընկերուհին է», չի, ասում եմ, բայց ինքն դեմքերից չի, որ դուք զանգ արեք հեռախոս չվերցնի, հա։ Մեկ այն իր չափանիշը պահելա, ով իր չափանիշը չի պահում, ուղարկում ենք Հնդկաստան։ Իսկ այսքանից հետո վերջում ես ուզում եմ մի հարց տալ քեզ։ Եթե հենց հիմա Աստծո ճրագը քո ձեռքում լիներ, ինչ բարեմաղթան կասեիր։ Ամենաառաջինը Աստծուն կխնդրեմ, որ ուղղակի երկիրս
քնից արթնանա առանց պատերազմ, այսպես անընդհատ ասեղների վրա չապրենք, որովհետև այս մի կյանքն ենք ապրում, ուղղակի անպատերազմ երկինք ունենանք։ Հիանալի է։ Իսկ տեսախցիկը հիմա քոնն է։ Օրվա հոբելյարներին էլ կշնորհավորես։ Այ, մեծ սիրով։ Շնորհավորում եմ սիրելիներս բոլորի ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ ամենալավն ու բարին, եղեք միշտ սիրված, եղեք միշտ գեղեցիկ։ Եվ եթե ինչ-որ մի հարցում թերանում եք, համեցեք դոկտոր Ռոսիի մոտ, սիրով կսպասեմ ձեզ։ Շնորհավոր։ Ապրի, աղջիկ, ապրի։ Իսկ ես քեզ համար ունեմ նվեր։ Դու ինչպես ես վերաբերվում հայկական ապրանքանիշներին։ Շատ սիրում եմ։ Եվ օգտվում եմ, իհարկե։ Հիանալի է։ Մեր գործընկերը Վիստոսո հայկական ապրանքանիշն է բացառապես կանանց համար, խնամք մասերի, հույսում տղամարդկանց մասին կմտածեք, որովհետև իմ ընկերուհիներից շատերն ասում են՝ «Ջինա, մեր շամպուները գողանում են մեր ամուսինները, այդ հարցի լուծումը տվեք, հա»։ Վիստոսո ապրանքանիշը քեզ նվեր ունի։ Ես ուզում եմ օգտագործելուց հետո նաև Ռոզ ջան, արձագանքես։ Տեսնեմ ինչպիսին է, դուրդ եկավ, չեկավ, որպեսզի կարողանամ նաև ես ինքս բարձրաձայնել եթերում։ Շնորհակալ եմ, մեծ սիրով, շնորհակալ եմ եւ անպայման իմ story բաժնում կնշեմ Վիստոսին։ Դե գիտես ես, բացի բժիշկ լինելուց ինչքան լավ բլոգեր եմ։ Շատ լավ։ Իսկ ես այսքանից հետո ասամ, եթե դուք նոր եք նրա հետ ծանոթանում եւ գերի եք համացանցի, ապա հենց հիմա Ռոսի Համբարյանի դոկտոր D-երով, հա, եթե գտնեք Instagram-ում նրա էջը, կհասկանաք, որ նա կարողանում է իսկապես շատ կանանց դարձնել ել ավելի ուժեղ եւ վստահելի։ Դրա համար էլ ներողություն եմ խնդրում վիրաբույժներից, որ իմ շատ ընկերներ վիրաբույժներ ասում էին, սենց գնաց դատի ենք տալու մեզ մոտ ոչ մեկ չի գալիս քիթը ուղղելու կամ դունչը ուղղելու, աստված չտա դանակի տակ գնանք։ Ռոսին թող մեզ օգնի, կներեք մեզ 1000 անգամ։ Ռոզ ջան, ես չգիտեմ ինչքանով խոսք կարող եմ տալ, որ քեզ մոտ կգամ, բայց որ ես պաշտում եմ, երբ որ գալիս եմ քո մոտ, դու ուղղակի նստում ես, սկսում ես իմ հետ սրճել, բայց որ սենց գնաց դու սենց համոզեցիր։ Դու ինձ նվեր տվեցիր, ես վերցրեցի։ Ես հրապարակավ քեզ ասեցի, որ դու ունես նվեր մինչև ապրիլի 7-ը, եթե չես ընդունում, խնդիր չկա։ Չընդունում եմ, ոնց կարող եմ չընդունել։ Դե ինչ, եթե դուք ուզում եք Ռոսիի մասին շատ նորություններ իմ հետ կապնվեք, ես մնացածը կասեմ։ Միջև հիմա ձեզ այդ full face queen Ռոսիներ եւ իհարկե ձեր Զինա Ակոպովնան, ինձ փնտրեք Ցամեկ TV եթերում, բարին ձեզ։ Իմ երազից ոնց է սիրունը հասավից ով ինձ կասի հետ ոնց դարձավ կյանքը սիրո մասի որ կար երկար բաժանումից սիրտս էր հենց մեղադրումից որ կար երկար քո համբույրից օրս դարձավ նկար Mouse